Արամ Վարդևանյանի մասին։ 2 օր սենց կարմիր գծով անցկացնում եք, որ Արամ Վարդևանյանը եղել է Հայաստան դաշինքի անդամ։ Փորձելով ինչ-որ հասկացնել, թե ճամբարափոխություն է տեղի ունեցել։ Տեսեք, Արամ Վարդևանյանը նախ Հայաստան դաշինքի մաս կազմող կուսակցությունների որևէ անդամ չի եղել։ Քաղաքական թիմ կուսակցություն չի լքել։ Մանդատը վայր է դրել, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Այս խորհրդարանը բայց ճամբարափոխության լավ օրինակներ ունի։ Օրինակ Իշխան Զաքարյանին հիշում եք, այն հատվածում էր նստում, երբ որ մի նստարան եկավ ներքև, դարձավ ձեր սիրելի падգամավորը, 4 տարի ազգային ժողով չեկավ, բացականեր չուներ, վերջում էլ ապօրինի գույքով համաձայնության եկաք։ Երկու կողմերն էլ գոհ են եւ երջանիկ։ Գեգամ Նազարյանը մի շարք տեղափոխվեց այնտեղ, դա ճամբարափոխություն էր։ Արամ Վարդևանյանը ճամբարափոխություն չի արել, վայր է դրել եւ զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Անընդհատ մեղադրում եք Վարդևանյանին այս ընթացքում, որ դու աշխատել ես մասնավոր ընկերությունում, հայտնի մարդկանց շահերը պաշտպանել ես, դրա համար վճարվել ես։ Ժողովուրդ, եթե մարդ ունի գիտելիք, կարողություն, հմտություն եւ դրա համար կարողանում է մասնավոր ընկերությունում բարձր տրվել, դա գովելու պատճառ է, ոչ թե թիրախավորելու։ Հարցնում եք անվճար փաստաբանական ծառայություն մատուցել եք, լիքը մենակ մի 15 հոգու համար ես եմ խնդրել ձեր կողմից հետապնդվող քաղաքացիների իրավունքները, որպեսզի Վարդևանյանը պաշտպանի։ Ես անկեղծ որել եմ, Արամին էլ ասել եմ, ես չէի ուզի ինքը առաջադրվեր, որովհետև ես այլ տեսակետ ունեմ ազգային ժողովի պաշտոնների արդյունավետության մասին, բայց քանի որ Վարդևանյանը եւ խմբակցությունը որոշել է առաջադրվել, ամենայն արդյունավետություն ենք մաղթում եւ մեր խմբակցությունը բնականաբար արդեն հայտարարել ենք ամբողջ կազմով, բացառությամբ Արթուր Սարգսյանի, որը ձեր մեղքով այս դահլիճում չի, բնականաբար կողմը քվեարկելու։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։